Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, շարունակում ենք մեր ճամփորդությունները Հայաստանի մարզերով, հանդիպելու մեր կուսակից ընկերների հետ, մեր ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում, ինչպես նաև քաղաքացիների հետ շփվելու նրանց հետ։ Հիմա Մարտունուց Վարդենիս ճանապարհի վրա են եւ ես ուզում եմ ձեզ ներկայացնել մեր նոր ուղևորին, ով այսօր առաջի անգամ է մեր հետ, Վաղարշակ Հակոբյանին, ազգային ժողովի պատգամավոր եւ որ հանձնաժողովի Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ մեր շատ սիրելի Վաղարշակ Սոսովիչին։ Պարոն Հակոբյան, ինչ տպավորություններ կան առաջի ճամփորդությունից ուրախ ավտոբուսի։ Ողջունում եմ սիրելի հայրենակիցներ, ճիշտ ասած առաջին անգամն է, որ այս ֆորմատով ես եւս հանդես եմ գալիս։ Պարոն Թորոսյան, առաջի անգամն է, որ ընդհանրապես որտեղ դուք տեղա ընդհանրապես լայվ չեք եղել Facebook-ի լայվ հարցազրույցները չեք եղել Facebook-ի լայվ ֆորմատով չեմ եղել։ Տպավորությունները հետևյալն է, նախ նշեմ, որ այն ավտոբուսը իրոք ուրախ է։ Այն տպավորությունը, որ կա դրսից, այդ էմոցիաները լիարժեք արտահայտում են ավտոբուսում տիրող իրավիճակը։ Բայց մի քիչ ժողովրդական լեզվով էլի խոսում։ Վաղարշակ Սոսովիչը շատ ինչ-որ տենց պաշտոնական լիարժեք արտահայտում եւ շատ կարեւոր է, որ մենք արձանագրում ենք, էլի արձանագրում ենք ուղևորությունը զուգորդվում է ամբողջությամբ քննարկումներով եւ դրական աուրայով, որ կա։ Հիմա Պարոն Հակոբյան, մի քիչ էլ որ սենց այս լեքսիկոնով շարունակենք կանջատեն լայվը, մենք շփվում ենք մեր քաղաքացիների հետ, այն ջերմ մթնոլորտում, ոչ թե պաշտոնական, ինչպես տեսնում եք, հեսա մի վայրկյան ցույց տամ, այս ջերմ մթնոլորտը, հա, եւ վերադառնանք։ Շատ լավ։ Հիմա այստեղ մեզ կարող են նաև հարցեր ուղղել։ Կարող եմ, բայց հիմնականում չեն ուղղել։ դժվար հասցնենք պատասխան։ Պարոն Թորոսյան, եկեք դուք որպես փորձառունը լայվի հաղորդավար, եկեք հարցեր տալեք, ես պատասխանեմ։ Վաղարշակ Սոսովիչ, ինչպես է գնահատում քարոզարշավի, մեր ներկուսակցական քարոզարշավի այս ընդհանրապես լինելը, ինչ ասամ ես տալիս որպես կուսակցություն։ Կարծում եմ, որ սա նոր մշակույթ է, շատ պաշտոնական է։ Էլի պաշտոնական է, բայց ված չի։ Նոր մշակույթ է, ու այս մշակույթը, որ ձևավորվել է, ինքը փոխելու է ամբողջ կուսակցական համակարգը, պատկերացումը եւ ինքը չի կարա իր արդյունքը չունենա ընտրությունների վրա։ Այսինքն հիմա տեսեք, այստեղ նկատի ունեք ամբողջ Հայաստանի ընտրությունները։ Տեսեք, հիմա օրինակ պարոն Թորոսյան, այստեղ 50 հոգի Սանոսյան գնել է իդեպ բարևում է եւ Ռոմանցյան Արտուրը։ Հիմա տեսեք 50 հոգի այստեղ մարդ կա եւ այդ 50 հոգին տրամաբանորեն լինելու են ԿՊ-ի ցուցակի առաջի 50-ը։ Այո։ Հիմա ենթադրենք 5 տարի առաջ նույնիսկ, էլ չեմ ասում 10-15 տարի առաջ, որևէ մեկը կարող է մտածել, որ լինելով ուղղակի ինչ-որ կուսակցության անդամ, ուղղակի ինչ-որ կուսակցության անդամ, եւ չլինելով այն արատավոր տարբեր բարքերի կրողը, որը որ հնարավորություն էր տալիս, չխոսենք դրա մասին, դա արդեն բավականին շատ Շատ ասած շանսը ցանկացած քաղաքական գործչի համար տարբեր մակարդակների դառնալ պատգամավոր, իր խոսքով, գործով, եւ մենք հենց այսպիսի բազմաթիվ պատգամավորներ ունենք, որոնք պարզապես ինքնուրույն բարձրացել են այս սանդուղքով, քաղաքական եւ դարձել են պատգամավոր ու կդառնան պատգամավոր։ Այնպես որ սա նոր մշակույթ է եւ մենք միշտ ասել ենք, ինչպիսին կուսակցության ներսի որոշումների կայացումն է, եթե այն ժողովրդավար է եւ ժողովուրդն է ընտրում, մեր դեպքում մեր պատվիրակները, այնպես էլ է քաղաքական ուժը իրական կյանքում է գործում, այսինքն իսկական ժողովրդի հետ հարաբերություններում։ Նաեւ շատ կարեւոր արձանագրում եմ, մի հատ եմ ուզում անել, նաեւ դիմելով մեր ԿՊ կուսակցության անդամներին, հստակ պետք է մենք ասենք, որ ձեզնից յուրաքանչյուրը առա 5 տարի հետո նոր նախընտրական
Մեր մոտ երաժշտություն եմ միացնում DJ-ը։ DJ երաժշտություն է միանում, երբ միացնում երևի ընդհատվենք, բայց ինչ էի ուզում ասեի։ Նոր նախագահական տարում կարա փորձի շանսերը դրա հնարավորություն։ Այո։ Բայց քանի որ մենք երաժշտական իմիջում ենք ունենում, մենք նորից կմիանանք ձեզ, սիրում ենք բոլորին։